Էրիկ Բեգլարյան, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ, այստեղ հավատարմագրված փաստաբան ենք աշխատում եւ այս գործով որպես ներկայացուցիչ եւ որպես դժոխ պատրաստել ենք դիմումը, որպեսզի ներկայացնենք գլխավոր դատախազին, ինչու գլխավոր դատախազին, որովհետեւ մենք մեծ հույսեր ենք կապում, որ հենց գլխավոր դատախազի իր հսկողության տակ կվերցնի այդ քրեական գործը եւ մենք կհասնենք արդյունքի։ Հակառակ դեպքում ինչ հոդվածներ եք նշել։ Բովանդակությունը կասեք։ Այս վերջին դիմումը կներկայացնեմ, ավելի բոլոր այդ բովանդակության։ Իսկ հիմա ես կցանկանայի ներկու բառով արտահայտվել Նիկոլ Փաշինյանի այն ժամանակ մետրոյում իր պահվածքը, գրեհիկ պահվածքը մեր արցախցի զոհված ազատամարտիկի աղջիկա նկատմամբ եւ կարծում եմ սա մնացել է անպատիժ եւ հիմա արդեն սովորական մարդիկ, ովքեր որ տեսնում են, որ իրենց ղեկավարը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում զոհված ազատամարտիկի աղջիկա նկատմամբ, անվանելով նրան փախած, այն էլ իր երեխաների մոտ, իր երեխայի մոտ, մանկահասակ երեխայի մոտ, զարմանալին այն է, որ նա մի կնոջ է փախած անվանում, ում հայրը զոհվել է Արցախի պատերազմում, զարմանալին այն է, որ նա փախած է անվանում արցախցուն, այն դեպքում, որ հենց ինքն է հրաժարվել Արցախցուն օգնության հասնել, հայտարարելով սեպտեմբերի 19-ին, որ դա իր պատերազմը չէ, ինչ է սա նշանակում իրավական առումով, փորձեմ բացատրեմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ հիմիկվա դրությամբ մնում է Արցախի եւ Արցախցու անվտանգության երաշխավորը։ Այս պարագայում այդ պարտականությունը դնել ռուս խաղապահների վրա, կարծում եմ դա ճիշտ չի լինի, քանի որ եթե դու տեսնում ես, որ քո բերած ռուս խաղապահը չի գործում, դու պարտավոր ես միջոցներ ձեռնարկեիր, որ առաջ կանգնեցնեիր այդ արհավիրքը, բայց դու չես արել դա, առավել եւս հայտարարես, որ մենք այդ պատերազմին չենք մասնակցելու, դե լավ, հաշվենք դու չես կարողացել, հնարավորություն չես ունեցել, խուսափել ես մեծ պատերազմից եւ այլն, ապա այդքանից հետո ինչու այստեղի ղեկավարությունը փորձում է արցախցիներին մեղադրել, ասելով նրանց փախածներ։ Ընդհանրապես մենք բոլորս գիտենք, որ սովորական, այն որ ասում է փողոցային ռազմորկանների մեջ, ընկերության մեջ, ով չի գալի իր ընկերոջը օգնում, նրան են պրետենզիա ներկայացնում, նրան են ասում ինչու չես եկել, բայց այս պարագայում գործել է այլ ընթացակարգ, այսինքն ինքն է ասում, որ մենք փախել ենք։ Դա չի համապատասխանում իրականությանը, մենք մնացել ենք մենակ, ինքը հանդիսանելով անվտանգության երաշխավոր, մեզ ընդհանրապես օգնության չի հասել։ Պարոն Բեգլարյան, սովորաբար նման գործերը մնում են բարույթի մակարդակում եւ ոչ մեղադրելի կարգավիճակ է լինում Ռոման Բաղդասարյանի օրինակը։ Ինչ եք անելու, որ ինչպես եք հետամուտ լինելու, որ այս գործը առաջ գնա։ Ուրեմն այսպես, եթե այստեղ քրեական գործ չհարուցվի եւ նրան մեղադրանք չառաջադրվի, մեզ ունենք միայն մեկ հնարավորություն, այն էլ դատարանն է։ Կարծում եմ, որ դատարանները ավելի ճիշտ լուծում կտան այս գործին, այստեղ բացահայտ 329-րդ հոդվածի 3-րդ մասը առկա է, այսինքն ազգային անտելության շարժառիթով, նա նման խոսույթ է ունեցել, նա նման հայտարարություն է տարածել եւ ձեր թույլտվությամբ կարող եմ ներկայացնել դիմումը։ Ոչ, բայց մենք նախատեսում ենք նաեւ հրապարակային ներողություն խնդրելու նպատակով դիմենք դատարան քաղաքայցով, որպեսզի նրանց ստիպենք, որպեսզի հրապարակային ներողություն խնդրի։ Իսկ դուք կարծում եք դատա իրավական համակարգը անկախ է գործում։ Եվ Նիկոլ Փաշինյանի կարգադրություններին եւ ուղղորդումներին չի ենթարկվի։ Եթե լսենք Նիկոլ Փաշինյանին, ոնց որ ինքը ասել է, որ կա որևէ դատավոր, որ իմ ասածը չանի, այո, չեմ կարծում, բայց ես տեսնում եմ, որ գործեր կա, որ իրականում դատարանները կայացնում են ճիշտ եւ արդարացի որոշումներ։ Եվ հույսով եք դա իհարկե մենք անպայման կբողոքարկենք դատարան։
կապված, որ ասֆալտացիա Yandex-ի ոլորտը եղել։ Արդյոք փորձել եք Yandex ընկերության հետ կապ հաստատել։ Ինչ են ձեզ պատասխանել։ Ունեք դրա իրավունք հանելու Ես թե ոչ։ դրա մասին իմացել եմ այսօր, բայց քննության ընթացքում մենք կարծում եմ դա քննության գործն է, քննիչի գործն է։ Կարծում եմ դա կպարզաբանվի ով է այդ մարդը։ Դա դժվար չէ։ Ճիշտ ասած ասում են նաև որ արհեստական բանականությամբ օգնությամբ է կատարվել այդ տեսաուղերձը, բայց Հերկվել է դա։ հերկվել է նույնպես։ Դիմումի տակ ստորագրություններ կան, թե մենակ Դիմումը ներկայացնում եմ ես եւ Անաստաս Իսրայելյանը։ Երկուսիս կողմից ես այստեղ ներկայանում եմ ոչ թե որպես ներկայացուցիչ, այլ կոնկրետ դժոխ կողմ։ մակարդակային Այո։